Եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը։ Բարև ձեզ։ Բարի օր բոլորին։ Արմինե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես մի քանի օր առաջ պայթեց Նիկոլական հերթական սուտը, Նելին Ջայլանդակ սուտ, Արշակ Սրբազանի հետ կապված։ Գիտեք, որ պատվիրել էին 3 տարբեր երկրների անկախ փորձագետների, որպեսզի փորձագիտական սնություն կատարեն եւ արդյունքները այլևս պարզ են։ Հենց հիմա այս պահին իր փաստաբանը մանրամասն ներկայացնում է, թե ինչ արդյունքներ կա, ինչ է եղել։ Փաստորեն սա երևի արհեստական վանականությամբ թե ինչպես էին ստացել, բայց բոլոր դեպքերում իրենց չգիտեմ, հաջողեց թե հաջողեց, դուք արդեն խոսեք այդ կեղծիկը իր նպատակին հասցրեցին, թե ոչ, Ռամ։ Ակնկալելի էր, որ դա սուտ է։ Զուտ եթե մասնագետ չլինելով նայում ես այդ կադրերը, այնքան արհեստածին են եւ բովանդակությունը եւ սցենաները, հա, որտեվ եթե դու մարդու բնակարանում տեղադրել ես տեսախցիկներ, ապա երևի ավելի հետաքրքիր, ավելի չալակաչ կադրեր կլինեին։ Այդ ինչ միջոց հիմարություն եք դրել շրջանառության մեջ, չէ՞։ Համենայն դեպս ունենալով փորձ նման բացահայտումներ ուսումնասիրելու, ես կարող եմ վստահեցնել, որ հիմնականում նման սլիվեր արվում են ավելի հետաքրքիր, ավելի պիկանտ բաներ, հա, հենց բուն սեռական ակտը, ես չգիտեմ, կամ ինչ-որ ավելի սենց բացահայտ բաներ, իսկ այն ամբողջ այդ լայնածավալ հնարավորությունների մեջից ընտրվել է ինչ-որ մի հատ անհասկանալի սցենա, որը իրականում ոչ հասկանալի է ովքեր են, նախ սկսենք դրանից, երկրորդը անհասկանալի է ինչ են այդ մարդիկ այնտեղ անում, անհասկանալի է որտեղ է դա, այսինքն դա առանց փորձաքննությունների իրականում ակնհայտ էր, բայց քանի որ գործը հասել է դատարան, քանի որ դա բարձրացեց որոշակի հանրային աղմուկ եւ դրա մասին ամբիոնից խոսում էր Նիկոլ Փաշինյանը, դա հիշում եք, մի քանի ամիս առաջ ինքը քերակնոջ մասին թեմա էր ծավալել ու ամբողջ ազգով չեն կարող հասկանալ, ինչ քերակնոջ թեմա է, պարզվում է սրա մասին է խոսքը գնում։ Այսինքն հերթական անգամ մեզ պետք էր ավելի նյութական եւ ավելի փաստավորված ապացույցներ, որ Նիկոլ Փաշինյանը իր արշավը եկեղեցու դեմ ծավալում է կեղծ փաստերի վրա եւ իր միակ զենքը եկեղեցու դա կեղծիքն է։ Շատ ուրախ եմ, որ 3 անկախ միջազգային լաբորատորիաներ են այս հետազոտությունը արել։ Ինչու, որովհետև հնարավոր չի կաշառել այդքան մարդ, դա բավականին պրոբլեմատիկ է կաշառել է։ Եթե դա արվեր Երևանի, ես չգիտեմ, Թատերական ինստիտուտի չեմ մոնտաժ ֆակուլտետի կողմից կարելի էր ենթադրել, որ սա մարդուն կաշառել են, ну չեմ ասում կաշառել, այլ որպես ենթադրություն կարելի էր դա առաջ քաշել, հա։ Բայց դա եթե դա լիներ մենակ Ռուսաստանը, կասեին, հա դե ռուսների հետ խոսացել են, բան են արել, ռուսին փող են տվել։ Վստահաբար։ Բայց քանի որ այստեղ 3 իրար հետ կապ չունեցող կենտրոններ, որոնց դժվար է կաշառել զուտ ծավալի առումով, հետևաբար մենք պետք է հիմք ընդունենք, որ այս տեսահոլովակը կեղծված է։ Եվ հաշվի առնելով այն բոլոր կեղծիքները, որոնք արդեն իսկ բացահայտված են, օրինակ նույն Արշակ Սրբազանի դեմ քրեական գործը հիմնված է ինչի վրա։ Կեղծ մատնության վրա, որ ինչ որ մի տեր պատմել է, որ Արշակ Սրբազանը 7 տարի առաջ սպառնացել է մյուս տերտերի գրպանը ինչ որ մանկցի։ Հասկանում եք, ոչ մի լուրջ երկրում, ոչ մի լուրջ իրավապահ համակարգում նման ցուցմունքները չեն կարող հիմք հանդիսանալ բանի, որպես քրեական գործ առհասարակ հարուցելու։ Այսինքն եթե ես հիմա ստեղ նստած ասեմ, որ
քան տարի է գալիս 7 տարի առաջ Արտուր Հովհաննիսյանը, երբ որ ՊՕԱԿ-ի տնօրեն էր, ինձ սպառնացել է սպանել կամ գրպանս բան գցել, եթե ես չանեմ այս բաները։ Ինչ շանսեր կան, որ կկալանավորեն իրեն։ Արտուր Հովհաննիսյանին կկալանավորեն։ Իմիջիայլոց կարելի է փորձել։ Դե մի քանի հոգի գնան, ասեն։ Ես կդատվեմ սուտ մատնության ես կդատվեմ սուտ մատնության։ Հասկանում ես, չէ՞, ես հիմարներին ինչ որ բան ապացուցելու համար, ես չեմ պատրաստվում վտանգեմ իմ կյանքն ու ազատությունը։ Սա ընդհանրապես ենթադրությունների շարքն է, այսինքն այստեղ կա երկու անհերքելի փաստ։ Այո, ես ու Արտուր Հովհաննիսյանը շատ կարճ ժամանակահատվածում 18-19 թվականների ընթացքում աշխատել ենք նույն կառույցում, ես եղել եմ փորձագետ, նա եղել է փոխտնօրեն։ Այսինքն նման խոսակցության արկայությունը տեսականորեն հավանական է։ Երկրորդ փաստը, որ Արտուր Հովհաննիսյանը ծառայում է անձամբ Նիկոլ Փաշինյանին եւ ապահովում է նրա հիվանդագին գաղափարախոսություն եւ քաղաքականությունը, իսկ ես մերժում եմ այդ ամենը։ Սա երկու անհերքելի փաստեր են եւ տեսականորեն կարելի էր ենթադրել, որ նման միջադեպ կարող է տեղի ունեցած լինել։ Եթե ես դա հանեմ որպես պնդում, որ նման բան իմ կյանքում եղել է, Արտուր Հովհաննիսյանը չի կարող ապացուցի, որ նման բան չի եղել։ Սակայն շանսերը ինչքան են, որ ոչ թե ինձ կձերբակալեն որպես սուտ մատնություն հայտնողի, այլ կգետեն Արտուրիկին կասեն վեշերդ հավաքի, դու էլ պատգամավոր չես եւ գնում ես Արմավիրի քրեակատարողական։ 0 Հետևաբար այս մարդու նկատմամբ, կոնկրետ այս մարդու նկատմամբ մենք ունենք ֆիքսված երկու կեղծիք Արշակ Սրբազանի։ Հա, խոսքը գնում է Արշակ Սրբազանի մասին։ Երկու կեղծիք, որոնք միտված են, որոնք ընդհանրապես ծառայում են մեկ նպատակի, մեկուսացնել նրան, որ բան անեն, նա չկատարի իր գործողությունները եւ մերկացնեն եկեղեցու պաշտպանողական հերթական մի շերտ։ Հիմա որպես մասնագետ Տիկին Ադիբեկյան, տեսեք, այդ ինֆորմացիան իրենք նետեցին, այդ ամբողջ կինոն ստացան, ձերբակալեցին, հիմա արդեն բացահայտվում է, պայթում է, որ սուտ է, այդպիսի բան չկա։ Այդ ձերբակալելուց առաջ ոնց որ ֆոնը ապահովեցին, չէ՞, ստով։ Սա տարածեցին, հետո երկրորդը, հիմա իրեղեն ապացույցնել է կորել, երկրորդի հետ կապված, իրեղեն ապացույց չկա, բայց Արշակ Սրբազանը շարունակում է փակված մնալ։ Նույնը կարող ենք ասել եւ Բագրատ Սրբազանի վերաբերյալ, որ նրա խոսակցությունից կտրում են կոնտեքստից դուրս բան, դա դառնում է հիմք քրեական գործ հարուցելու համար, ու երբ որ ամբողջ տեսագրությունը, ամբողջ լսագրությունը հրապարակում, բարձրանում մարդը ուրիշ բանի մասին։ Բա Միքայել Սրբազանինը, եթե դրանից առաջ դատախազությունը որոշում է, որ այնտեղ չկա որևէ հանցակազմ հայտարարության մեջ, հետո անցնում է 2 տարի, որոշում են, որ կա։ Այդպիսի նախ պիտի պարզենք, եթե այդպիսի որոշում է դատախազությունը այն ժամանակ ընդունել, քանի օր ռադարեցիք ձեր դատախազությունից։ Չէ, այսինքն հետո եկել են նոր ինչ որ աշխատողներ կամ հները, արդեն պատվերահիչ Նիկոլի կողմից, որ պիտի ձերբակալենք Միքայել Սրբազանին։ Իմիջիայլոց այս տնային կալանքի մասին մա պիտի հարցնեմ, պիտի խնդրեմ խոսեք, բայց թեման փակենք, հա, Արշակ Սրբազանի հետ կապված, քանի որ մենք նաև բարեկամներ ենք, ես ասեմ, որ այն որ փորձագիտական, հիշում եք այն տիրադավներից մեկը նախկին Գևորգ Սրբազանը, բա մենք գնացել ենք, բոլորս պահանջել ենք, ստորագրել ենք, չգիտեմ ինչ, որ անպայման այս հարցին ընթացք տրվի եւ այլն, իրանք բոլորը իբր թե sense բարոյականության բաներն էին, ջատագովներն էին, լավ, ասենք թե ալեն, սուտ։ Ուրեմն առաջարկը եղել է Արշակ Սրբազանի կողմից, հենց առաջին օրը հոգեվոր այդ ժողով ինչ որ խորհուրդ է հավաքվել, ինքն ասել է, որ ես եմ առաջարկում, որ անպայման անցնի փորձագիտական զննություն եւ դրանից հետո նոր խոսենք, իսկ իրանք ներկայացնում, որ իբր թե մենք ենք ուզել։ Հիմա ստացար, դե ներողություն խնդրի։ Նա այդ ինչ է դրա անունը։ Այդ Գևորգ Ինչ։ Նախքին Գևորգի։
Արման։ Հիմա թող էս Արմանը, այդ հիմա որ բան ա արել, օկուպացրել է եկեղեցին, հա, Մասիս քաղաքի։ Շատ ենք սիրում խոսել բարոյականությունից։ Որ այս բարոյական է, այս անբարոյական է, ես չեմ կարող լինել նույն համակարգում մի անձի հետ, որը հանդուրժում է անբարոյականությունից, չգիտեմ, քեռակնոջ հետ ապրելը անբարոյական է, այնի անբարոյական է, հետևաբար կաթողիկոսը պետք է հեռանա, օքեյ, շատ վեհ գաղափար է, բայց արդյոք այդ գաղափարի կրիչը չգիտի, որ դավաճանությունն էլ է անբարոյականություն։ Երբ որ դու դավաճանում ես այն, ինչին դու ծնկի եկած երդվել ես, ուխտ ես կերել, հավատարիմ ծառայել եւ դու դա դավաճանում ես, այդ պահից դու արդեն կտրում ես ցանկացած հնարավորություն խոսել ինչ որ մեկ ուրիշի բարոյականությունից, Այս տիրադավներին եք ասում։ Միանշանակ, այսինքն թե ով ում հետ ինչ անում է, արդեն էական չի, որովհետև դու քեզ քո դավաճանությամբ, քեզ դասում ես այդ շարքում։ Տղա ջան, մի հատ հələ գնա քեզ նայի։ Արման։ Նույն ինքը նախքին, դե կճույան, չգիտեմ եսի ինչ եւ այլն։ Այդ լյուբոյին բեր։ Եվ դավաճանությունը խոսում է մաքրությունից, սրբությունից, բարոյականությունից, Աստծոց։ Անկեղծ ասած զարմանում եմ։ Լուրջ եմ ասում, զարմանում եմ։ Որովհետև եթե դու դավաճանել ես այն, ինչին դու երդվել ես ծառայել, միանշանակ վաղը դու դավաճանելու ես նրանց, հանուն ում դու դավաճանել ես քո իսկ սեփական երդումը։ Բավականին կասկածելի անց իրականում այդ Արմանին որ նայում ես իր ճակատին sense ոսկի տառերով դաջված է բիժնիկ ես չգիտեմ դրա հիմքում ինչա դրված մանկական տրավմա է թե միգուցե Սպանեցինք, թողեցինք, ով ինչ սրիկայություն, տականքություն անում է, մի հատ արդարացում են գտե մանկական տրավմա։ Չէ, նո մանկական տրավման դա իրոք բանա, մարդիկ կան, որ կարողանում են հաղթահարել, մարդիկ կան, որ չեն կարողանում, դա, բայց հիմքը դա կարող է լինի, որ ժամանակին աղջիկը մերժել են Արմանին, ստիպված տերտերա դառել ու հետո մտածել է, որ հոգևորականների ջանին, հա, հիմա է։ Ես չգիտեմ ինչու՞մն է խնդիրը, բայց այդ մարդը փաստացի աբիժնիկ է, որովհետև ինքը ինչ որ գեշտալտը բաց է մնացել ու փորձում է այդ կոմպենսացնի իր այս հիմար եւ անհեթեթ քայլերով եւ խոսքերով, որովհետեւ չի կարելի երանդով պնդել, որ մեռնեմ կաթողիկոսի ջանին եւ նույն երանդով ասել կաթողիկոսը հեռանա, որովհետեւ կաթողիկոսը յախ կա։ Դա տենց չի լինում։ Որտեւ եթե կաթողիկոսը յախ կա, դու դա չէիր կարա չիմանայիր 30 տարի, մինչև ասենք կես տարի առաջ։